ենք այս ազգային ժողովում, բայց նախորդում Մարմար ազգային ժողովը աչքի է ընկել լուրջ միջադեպերով, ընդհանուր շշերով, հարվածներ, բռունցքներով, ոտքերով, ինչ եք կարծում հաշվի առնելով նաև ձեր Ռուբեն Ռուբինյանի ձեր թիմակցի հորդորը այս ազգային ժողովը ինչպիսին կլինի նաև այս 4 օրը աչքի առաջ ունենալով։ Նախ միանում եմ եւ կիսում եմ այն տեսակետը, որ ընդդիմություն, իշխանություն, բանավեճը պետք է տեղի ունենա բացառապես բարեկրթության սահմաններում, հակված եմ եւ միտված եմ եւ ակնկալում եմ, որ այո, այդպես էլ կլինի եւ այդպես էլ կշարունակվի, ինչը բնականաբար չի նշանակում, որ չի լինելու բանավեճ ընդդիմության եւ իշխանության միջեւ, սակայն այդ բանավեճերը հուսով եմ, որ բացառապես բարեկրթության սահմաններում են լինելու, թերևս որպես քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր, իշխանական ուժի падգամավոր կանեմ ինձնից կախված ամեն բան, որպեսզի բանավեճերը լինեն բարեկրթության սահմաններում եւ տեղիք չտանք որևէ միջադեպերի, ինչը կարծում եմ անընդունելի է եւ մեր հասարակության համար էլ զուտ աչքի համար հաճելի երևույթ չէ։ Այսինքն դուք ձեզ վրա եք վստահ այսպես ասած, կներեք, ես ընդդիմության համար չեմ կարող երաշխավորել ընդդիմության եւ ոչ մի падգամավորի համար չեմ կարող երաշխիքներ տալ, չեմ կարող երաշխավորել, թե 5 րոպե հետո ազգային ժողովի նիստերի դալիճում падգամավորներից, ընդդիմադիր падգամավորներից որ մեկից ինչ կարելի է ակնկալել։ Նախորդին քրտականներում էին ակտիվետներով ներգրավել։ Տեսեք, խնդիրը ինչումն է, նախորդ ազգային ժողովի ժամանակ էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորների կողմից բազմիցս եղել են առաջարկներ այս նույն բարեկրթության սահմաններում փորձել կազմակերպել նիստերը եւ ելույթները, ինչպես նաեւ բանավեճերը, սակայն ընդդիմության ներկայացուցիչների կողմից այդ առաջարկները մերժվել են, շատ ժամանակ այդ ամեն ինչը տեսագրվել է հենց տեսախցիկներով, ինքներդ ականատես եք եղել այդ ամեն ինչին, դե կներեք չի կարող լինել այդ բարեկրթությունը միակողմանի։ Կոպիտ ասած, ինչպիսի արձագանք եղավ ընդդիմությունից, նույնպիսի արձագանք լինելու է նաև իշխանությունից։ Դե կներեք, ոնց եք պատկերացնում, պետք է գլուխներս ծռենք եւ սպասենք, որ մեզ ծեծեն, լուրջ։ Ինչը կարծում եմ տրամաբանական է եւ պետք է որ ընդունելի լինի բոլորի համար, բայց նորից եմ կրկնում, ամեն ինչ արել ենք եւ անելու ենք, որպեսզի բանավեճերը ընթանան բարեկրթության սահմաններում, ինչը չնայած չի նշանակում, որ չեն հնչելու եւ չեն լինելու քննադատություններ։ Պարոն Չախոյան, դուք ընդդիմադիրների հակադարձությունների մասին եք խոսում, մշտապես մեղադրելով, որ իրենք ընտրակաշարքով են ընտրվել, բարեգործության անպատակ ընտրակաշարք են բաժանել, եւ երեք Սամվել Կարապետյանը արձագանքել է եւ ասում է, ես բարեգործություն արել եմ, երբ Փաշինյանը $1500 բիզնես ուներ, սեղանների տակով ազլազում իրեն հովանավորներ էր ման գալիս, եւ այդպես տարեցնում է ձեզ, չնայած ձեր արգելքներին, որ ինքը շարունակելու է բարեգործություն։ Շարունակի բարեգործություն անել, բայց նախընտրական քարոզարշավի ժամանակ բարեգործություն անելը դա արդեն իսկ ընտրակաշարք է եւ օրենքով սահմանված կարգով թույլատրելի չէ։ Խնդիրը այստեղ է, որ մարդիկ սկսեցին հիշեցին ակտիվ բարեգործությունների մասին այն ժամանակ եւ նախընտրական քարոզարշավ էր ընթանում Հայաստանի Հանրապետությունում։ Հանկարծ հիշեցին ինչ-որ հեռուստացույցներ նվիրելու մասին։ Հարգելիներս, ձեզ հիմա ոչ ոք, ոչինչով չի խանգարում, տարեք մարդկանց հեռուստացույցներ նվիրեք, բայց դա անընդունելի էր նախընտրական քարոզարշավի ժամանակ, խնդիրը հենց այստեղ է։ Իսկ ինչ վերաբերում է բարեգործներին եւ բարեգործություններին, վերջիններիս ոչ ոք ոչինչով չի խոչընդոտել այդ բարեգործությունները անել։ Բայց միևնույն ժամանակ թույլ տվեք նաև շեշտել, որ գիտեք ինչ կա, եթե մարդիկ կարծում են, որ պետք է անեն բարեգործություններ, քաղաքական դիվիդենդներ շահելու համար, կներեք, բայց սա էլ անընդունելի է։ Բարեգործությունը չի կարող ենթադրել քաղաքական դիվիդենդների ընկալում։ Չի կարող այդ բարեգործությունը հետագայում դառնա քվե իրենց ուժի օգտին։ Դա անընդունելի է։ Թերևս գոնե առնվազն բարոյական տեսանկյունից։ Դե օրինակ նոր պատգամավորներից ուժեղ Հայաստանը ասում են, որ դուք թույլ չեք տալիս բաների ծորենի այդ հոսքի ժամանակն է եւ կոմբայնը չի կարող աշխատել։
շատ ներողություն, բայց նախընտրական process-ների են պատրաստվում մարզերում։ Այդ նորից էլի հանկարծ հիշեցին բարեգործությունների մասին։ Հունվար ամսին թող անեին, դեկտեմբերին անեին, փետրվարին անեին, նախորդ տարի թող անեին։ Հիմա հանկարծ երբ իմացել են, որ գիտեք ինչ կա, այդ համայնքում ընտրություններ են լինելու, ձևի համար մի հատ կոմբայն են տարե կանգնացրել են այնտեղ, ասում են, այ տեսեք, նորից էլի թույլ չեն տալիս, մենք ուզում ենք բարեգործություն անենք, լավ բան անենք այս ժողովրդի համար, մեզ թույլ չեն տալիս։ Ձեր ցավը տանեմ, բա մինչև հիմա ուր եք։ Ինչի մինչև հիմա այդ կոմբայնի մասին չէիք հիշում։ Այդ բարեգործությունը ավելի վաղ անեիք, ավելի շուտ անեիք։ Ընդհանրապես այս ամեն ինչը շահարկման համար է արվում, որ բերեն կոմբայնը կանգնացնեն, ասեն, հայ տեսեք կոմբայն առանք, ուզեցին ժողովրդին լավություն անենք, մեզ հիմա թույլ չեն տալիս։ Դե կներեք, օրենքը թույլ չի տալիս։ Նախընտրական process-ներ են, թիմ ընտրություններ են լինելու։ Եվ կներես, ճշգրտում կներես, պարոն Չապայան, երեք Ադրբեջանի պաշտոնյաներից հաջողը հայտարարել է, որ Սահմանադրության փոփոխության ազդակներ են Հայաստանից ստանում։ Ինչ ազդակների մասին։ Ես տեղյակ չեմ, նախ ծանոթ չեմ Հաջիևի հայտարարությանը եւ տեղյակ չեմ ու չեմ կարող ասել, թե ինչ ազդակների մասին է խոսքը։ Եվ ընտրակաշարքների հետ կապված այդ գործերը ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները չեն ընդունում, որ իրենց որևէ կապում թե կանոնական ցուցումներ, այն նշեցիք, որ բարեգործության հետ կապված է, ասում բարեգործությունը դրա մեջ ոչ մի անցավրարարք չկա։ Բայց հիմա երբ որ օրինակ քննական բարեգործություններ սկսեն ցուցումներից առաջ կարգավորվել որպես ընտրակաշարք, իրենք համարվել են Այն որ մեր ընդդիմադիր գործընկերները չեն ընդունում ընտրակաշարքի հարյուրավոր դեպքերը, կներեք, բայց սա աբսուրդի ժանրից է առնվազն։ Այդ դեպքերը մի հատ չեն, երկու հատ չեն, մի քանի տասնյակ չեն, հարյուրավոր դեպքեր են։ Ընդ որում խեղված ճակատագրերի մասին են այս դեպքերը խոսում։ Ազգային ժողովի նիստերի դալիճում այդ մարդիկ հայտարարում են, ասում են շանտաղություն է ընտրակաշարք բաժանելը։ Դե կներեք, ժողովուրդ ջան, ձեր փեշերից հեռու դուք ընդհանրապես կապ չունեք այդ ընտրակաշարքի հետ։ Լավ կամ ինչ երեսով եք նայելու մեր ժողովրդի աչքերին։ Մեր հասարակությունը, մեր քաղաքացիները, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞ ախր ով է ընտրակաշարք բաժանել։ Բա որ ասում եք շանտաղություն է, պատկերացնում եք ձեզ արդեն ինչ աչքերով են նայելու մեր ժողովուրդը։ Սա առնվազն կներեք, բայց անուրջը է։ Այդ խեղված ճակատագրերի համար մինչ օրս ոչ ոք պատասխան չի տվել ու չի էլ տալու։ Այդ մարդկանց օգտագործեցին ընտրությունների ժամանակ ընտրակաշարք բաժանելու համար, մեկ անգամյա օգտագործման համար էին այդ մարդիկ։ Այդ մարդիկ հիմա հայտնվեցին քրեական գործերի տակ, հայտնվեցին ճաղերի ետևում, ու այդ մարդկանց վրա իրանք արդեն խաչ են քաշել։ Իսկ որ ձեզ մեղադրում են Ես այդ հայտարարությունը արել եմ ու նորից եմ կրկնում։ Եթե մեր ընդդիմությունը կարծում է, թե այս ազգային ժողովը լեգիտիմ չէ, խնդրեմ թող դուրս գան փողոց, իշխանափոխություն անեն։ Իսկ այն պնդմանը ընդդիմության, թե երկրում բռնաճնշումներ են իրականանում, կներեք, բայց բռնաճնշումներ իրականացնող իշխանությունը երբեք կոչ չի անի ընդդիմությանը դուրս գալ փողոց։ Սա աբսուրդ է, աշխարհում նման դեպք երևույթ գոյություն չունի ուղղակի։ Անջատյան դուք նշեցիք այդ փողոցային պայքարի մասին, երբ որ ընդդիմությունը մանդատը վերցնում էր, ասում էր համաձայնվում ենք փողոցն ու մանդատը պատգամավորական ոչ գրազենք է, բայց կարծես ոչ էլ ժամկետներ են նշում այդ իրոց փողոցային պայքարի մասին։ Սա խոսում է, որ վստահ չեն, ռեսուրս չունեն, այլ Այո, ճիշտ եք նկատել, սա խոսում է նրա մասին, որ վստահ չեն իրենց ուժերի վրա, սա խոսում է նրա մասին, որ ռեսուրս չունեն, կարճ ժամանակ առաջ Սահմանադրական դատարանի դիմաց այդ մարդիկ փորձեցին հավաքվել, ինչ-որ ակցիաներ իրականացնել, հավաքվածների թիվը տեսակ, այս մարդիկ չունեն սատարողներ, ինչի համար, մի պարզ պատճառը, որովհետև այն ընտրակաշարքը, այն փողը, որ իրանք բաժանել էին, այդ փողը չէր նախատեսված հետընտրական պրոցեսների համար, նախատեսված չէր նրա համար, որ ընտրություններից հետո մարդիկ ստիպված լինեն այդ փողի դիմաց դուրս գալ փողոց։ Այդ փողը նախատեսված էր ընդամենը ընտրություններին իրենց քվե տալու համար։ Իսկ հետընտրական պրոցեսների մասին ոչ մի պայմանավորվածություն չկար, ու իրանք էլ հիմա շատ լավ գիտեն ու համոզված են, որ եթե հանկարծ դուրս գան փողոց, խայտարակ են լինելու ուղղակի։ Չապայան, անցած 4 օրերի ընթացքում ընդդիմությունը ձեր գործընկերները կարծեք թե փորձում են կառուցողական մթնոլորտում
աշխատանք ձևավորել ազգային ժողովում, ինչ է կարծում, կստացվի նրանց հետ այդպես աշխատել եւ նաեւ ձեր ընդդիմադիր գործընկերներից 3 հայտարարեցին, որ առաջիկան եւս սահմանագծման սահմանազատման աշխատանքներ տեղի կունենան եւ այդ ընթացքում իշխանությունը պետք է իրենց բառերով ասած տարածքներ կհանձնի։ Այս մասին որևէ մեկնաբանություն։ Գիտեք ինչ կա, տարածքներ հանձնելու մասին հայտարարությունները, ես կարծում եմ մեր հասարակության, մեր հանրության մոտ առնվազն արդեն քմծիծաղ են առաջացնում, որովհետև 20 թվականից այս կողմ անդադ խոսում է ինչ-որ տարածքներ հանձնելու, արտատարածքային միջանցք տալու մասին, հասկանում եք, այս ընթացքում տարիների ընթացքում տեղի ունեցած բոլոր process-ները հակառակը ապացուցեցին։ Չեղավ արտատարածքային միջանցք, արդյունքում եղավ ճանապարհ, որը պետք է անցնի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքով եւ պետք է գործի բացառապես Հայաստանի Հանրապետության սուվերենության ներքո։ Ինչ տարածքներ հանձնելու մասին է խոսքը։ Սա ընդհանրապես փուշ թեզ է, որը վաղուց արդեն իսկ պայթել է մեր հանրությունը, հասարակությունը շատ լավ գիտի ու տեղյակ է ու շատ լավ է հասկանում, թե իրականում ինչ է կատարվում։ Ու ասեմ ձեզ, այդ թեզը վաղուց այլևս չի աշխատում, չի գործում։ Հետպատերազմյան շրջանում ինչ որ կար ժամանակամիջոց այդ թեզը աշխատեց, Սյունիքի մասով էին ասում, թե Սյունիքը հանձնելու է իշխանությունը, հեսա Սյունիքը տալիս է։ Կար ժամանակ հետո ժողովուրդը համոզեց, որ չէ, ինչ Սյունիք տալ, այն հակառակ process-ն է տեղի ունենում։ Սյունիքում աննախադեպ մասշտաբների ծավալների շինարարություն է տեղի ունենում։ Անգամ կհիշեք Բագրատ Գալստանյանի հետ փոխկապակցված գործով ձայնագրությունների մեջ ընդդիմադիր գործիչներից, եթե չեմ սխալվում, Արտուր Սարգսյանն էր, հիշատակում էր, որ Սյունիքում ազատ մարդ չի մնացել, պարապ մարդ չի մնացել, որոնց փորձեն օգտագործեն ներգրավեն իրենց ակցիաների ու ցույցերի համար։ Որովհետև բոլորը զբաղված են այդ աննախադեպ շինարարությամբ, աշխատում են շինարարության վրա։ Այս թեզերը, այս ամեն ինչը վաղուց արդեն պայթել է, չի աշխատում։ Երբ որ Սամվել Կարապետյանը հայտարարում է, թե գիտեք ինչ կա, մենք սպասում ենք տրիգերի, երբ որ տրիգեր կլինի, այդ ժամանակ մենք գնանք գործողությունների, Սամվել Կարապետյանի հույսն ու նպատակը հենց դա է, որ այո, ինչ որ մի պահի կարող է հանկարծ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները լարվեն, ինչ-որ մի պահի կարող է սահմանային ինչ-որ փոքրիկ թեկուզ նույնիսկ միջադեպ լինի ու այդ ամեն ինչը օգտագործելով իրենք դուրս գան փողոց, փորձեն հանրությանը գեներացնել ու իրենց շուրջը համախմբել։ Դրանով բնականաբար հույս ունենալով, թե կհասնեն իշխանափոխության։ Չի լինելու նման բան։ Այս խաղաղությունը հարատևելու է ու իրանց այն հույսերն ու նպատակները, որ մի օր կարող է այս խաղաղությունը խարխլվել, այդ իրենց երազանքը, իրենց մուրազը, իրենց նպատակին չի հասնելու, մնալու է իրենց փորում։ Պարոն Չապայան, նաև անդրադառնալով սահմանադրությանը 3 ուժեղ Հայաստան ընդհանրության ղեկավար Մարիկ Կարապետյանը նշում է, որ իրենց համաձայնություն է անպայման պետք լինելու, իրենց քննելը պետք է լինելու փոփոխության համար։ Եթե նրանք համաձայնություն չկան, այս քննարկների մեծամասնություն չկազմեն, ո՞նց է պատկերացնում սահմանադրության։ Ես կառաջարկեմ դեպքերից առաջ չընկնել, ժամանակը կգա, լուծումը կգտնենք, բայց այն որ սահմանադրության փոփոխությունը առաջինը հենց մեզ Հայաստանի Հանրապետությանն է պետք, դա միանշանակ է, որովհետև սահմանադրության փոփոխությունը պետք է նաև ապահովի խաղաղության հարատևումը։ Այդ որ մատի փաթաթան են սարքի անընդհատ ասում են անկախության հռչակագիր, նոր սահմանադրության մեջ հղում չկա անկախության հռչակագրին, ինչի համար չկա։ Մի պարզ պատճառը, որովհետև Ղարաբաղյան շարժման էջը Հայաստանի Հանրապետությունում դե ֆակտո փակված է, բայց դե յուրե դեռ փակված չէ։ Ու առաջինը դա մեզ է պետք փակել, որովհետև այդ էջը դե ֆակտո եւ դե յուրե փակելով մենք խաղաղության հարատևությունն ենք ապահովելու։